Պարոն Մեհրաբյան, մենք երկրորդ անգամ ենք այստեղ գալիս, առաջին անգամ Արման Բաբաջանյանին ենք նկարահանում, հա, բայց այս կողմից չենք նկարահանը, ասեմ ինչ հարցից մոտ առաջացավ, սենց շատ լուրջ կոնտրաստ է հարևան շենքերի ու ձեր կուսակցության գրասենյակի հետ, զուտ նկատի ունեմ տարիքային։ Այդ զգացողությունը ձեզ մոտ կա, երբ որ գալիս եք աշխատանքի, սենց գալիս եք ժամանակից ու գնում եք հին 100 քանի տարեկան է, չէ՞, էս։ Ավել, հա։ Ավել, սա 20-րդ դարի սկզբի շենք է։ Մինչև բոլշևիկյան հեղափոխություն, սա Տեր Ավետիքյանի Երևանյան տունն է եղել։ Ինքը տենց արդյունաբերող բիզնեսմեն է եղել, Բաքվում, Թիֆլիսում, Երևանում ձեռնարկություններ է ունեցել, հաստոցաշինական գործարանը որ կար, որ հետո Ձերժինսկիի անունով էր, չէ՞, դա իր հիմնադրած գործարանն էր, Սովետը կոնֆիսկացրեց, դարձավ եկավ հասավ ձեզ վերջում էլ հետո այս տունն էլ բնակարանների էր բաժանվել, իսկ մենք էլ երկրորդ հարկում վարձակալել ենք մեր կուսակցության գրասենյակը։ Իսկ այդ ինչ որ ձևով ազդում է ձեր աշխատանքային ճարտարապետությունը ազդում է մարդու զգացողությունների վրա բնականաբար։ Զգացողություն սենց ասենք էլի ինչ-որ կապ անցյալի հետ։ Դա միշտ այդ զգացողությունը կա էլի։ Իսկ իրականությունից չի կտրում այդ կապը։ Ոչ։ Անթույլատրելի է իրականությունից կտրվել։ Ուստեղ սենց մեծ շարժ է բավականին, շատ են մարդիկ գնում գալի, վստահ եմ ձեզ մոտ էլ, չէ՞, պատահական անցորդներ բարձրանում են։ Վերջի անգամ այդ ամենահետաքրքիր տարօրինակ այցելությունը ո՞րն է եղել, որ նստած եք գրասենյակում, եկել մեկը ճանապարհին սենց մտավ։ Բարև ձեզ։ Տարօրինակ չէ, տարօրինակություններ չեմ հիշում ճիշտն ասած։ Զարմանալիություններ։ Զարմանալի են բոլորը, երբ մենք տեսնում ենք ինչ-որ առումով լավ իմաստով, էլի, որ ցանկացած մարդ երբ պատահական, հա, գալիս ցուցանակը տեսնում եւ բարձրանում է մեր մոտ, զարմանալիությունն այն է, որ այնուամենայնիվ այս դարում, երբ որ մարդիկ զբաղված են ուղղակի իրենց գործերով, բայց մենք մեր գոյությամբ, մեր գործունեությամբ այնուամենայնիվ արժանանում ենք հավելյալ ժամանակի, որ մարդիկ մեզ տրամադրում են մեզ այցելելով։ Աշխատանքային ինչ-որ սովորություն ունեք այստեղ գալուց, լիքը տարբեր մեծ, փոքր սննդի եւ ոչ միայն կետեր կան, օրինակ դրա հետ կապված, այսինքն գալուց պարտադիր մի հատ, չգիտեմ, hot dog պետք է վերցնեմ կամ սուրճ։ Անհրաժեշտություն։ Չէ, սուրճ ներսում ունեն։ Սուրճը ներսում կա, հա։ Ներսում կա։ Բայց որոնք են ձեր աշխատանքի գալու սովորությունները։ Շատ մարդիկ ինչ որ մի հատ արարողություն ունեն, որ ես գնում եմ հիմա մեր մոտ քանի որ սենց ասենք չնորմավորված է աշխատանքը, հա։ Տենց կոնկրետ ժամ եւ եթե կուզեք ռիտուալ ոնց որ գոյություն չունի, գալիս ենք ըստ անհրաժեշտության, մնում ենք ըստ անհրաժեշտության եւ անելիքն էլ անում ենք ամեն ինչը էլի ըստ անհրաժեշտության։ Հասկացա։ Վերևում դուք էլ ոնց հասկացա, չունեք առանձին սենյակ։ Չէ, առանձին սենյակ։ Ձեզ մոտ հա, ուրիշ ձև է դասավորվում։ Մեզ մոտ 4 մեծ եւ փոքր տարբեր սենյակներ են, տարբեր նշանակության համար, տեխնիկական, այսպես կոնֆերանսների, հանդիպումների, դե մեկ էլ մի առանձին կաբինետ էլ կա։ Առաջարկում եմ բարձրանանք վերև, որտեղ ստեղ ամուկն էլ է շատ, հա, ու շարունակենք զրույցը։ Բարև գաք, համեցեք։ Պարոն Մեհրաբյան, մենք եկանք գրասենյակ եւ դուք, ասես կադրում եմ ուզում ասեմ, դուք ասացիք, որ Լիրան մնա այստեղ։ Այո։ Եվ նախ ներկայացեք Լիրան ինչով է զբաղվում։ Լիրան աշխատում է տվյալների բազայի վրա, որը ինքն է ստեղծել ու հիմա համալրում է ամենօրյա ռեժիմով եւ ըստ էության գրասենյակի
կառավարումն է իրականացնում հենց տվյալների միջոցով եւ Հիմա ասում եմ լիրային ուրեմն հարցնամ, լիրա պատկերացնենք պարոն Մերաբյանը այստեղ չի եւ դուք իրավունք չունեք անկեղծ չլնելու։ Ասեք, իր հետ հեշտ է աշխատելը։ Շատ։ Ոչ մի խնդիր, բնավորության դժվար գիծ, ինչ որ անհասկանալի պայտակ բաներ չկա, ասենց լրիվ հարթ գնում է։ Ընդհանրապես միանգամից կարող եմ ասել, որ ամեն ինչ հարթ է եւ իր հետ աշխատելը շատ հեշտ է։ Ահա։ Դուք իրար հետ եք հիմնականում համագործակցում Չէ, չէ, բայց նաև հարցեր են լինում, որ իրար հետ ենք անում, որովհետև այդ տվյալների բազայից օգտվում ենք բոլորս։ Եվ ինձ համար կուսակցությունը կամ ընդհանրապես թիմը, չգիտեմ, եթե ամերիկյան կոմիքսների օրինակով բերենք, ասենց տարբեր անդամներ թիմի, տարբեր ինչ որ բաներից են ուժեղ, չգիտեմ, մեկը ուժեղ է, մեկը սուր լսողություն եւ այլն։ Այդ այդ տեսանկյունից նայենք, դուք ձեր կուսակցությունում ինչ այսպես սուպեր կարողություն ունեք, որը ձեզ վրա է։ Ես չգիտեմ, ճիշտ ասած, համենայն դեպս ես բարեխղճորեն միշտ ինքս թիմային մարդ լինելով միշտ բարեխղճորեն ձգտել եմ եւ արել եմ առավելագույնը թիմին օգտակար լինելու համար։ Հիմա թե դա իմ որ հատկությունն է, ես դժվար թե ինքս ասեմ, բայց գոնե sense գիշերները հանգիստ եմ քնում դրա համար, էլի։ Դե դա པարզ է բարեխղճություն եւ այլն, դա չեն քննարկում, բայց կարող օրինակ լիրա ինչի՞ց է ամենաուժեղը պարոն Մեհրաբյան, ասենք կարող լավ հաշվում է, կարող է լավ ինտուիցիա ունի կամ լավ կանխագուշակում է ինչ-որ բաներ։ Ըստ ձեզ ո՞րն է իր այդ սուպեր կարողությունը։ Ըստ իս քաղաքականության մեջ կարևոր է ունենալ քաղաքական սարկազմ, ինչը պարոն Մերաբյանի մոտ շատ լավ է ստացվում։ Ես դրա մասին հարց ունեի դեպ, հա, նույնիսկ սարկազմը չէ, ձեր գրառումները կամ մեկ-մեկ ձեր եթերները նույնիսկ որ նայում ենք, ասենց շատ կտրուկ։ Սարկազմներ կա, բայց մեկ-մեկ ասենց շատ կտրուկ է։ Ու ինձ մոտ տպավորություն էր, որ դուք իրական կյանքում էլ եք այդպես, բայց մեր նախնական զրույցից եւ այլն ես հասկացա, որ այնպես չէ որ օրը 24 ժամ դուք այդ տրամադրության մեջ եք։ Ոչ, իհարկե։ Այ հարցս դրա մասն էր, դուք դա կիրառում եք որպես ինչ որ քաղաքական տեխնոլոգիա եւ կադրից դուրս ու քաղաքականությունից դուրս լրիվ ուրիշ մարդ եք, sense հանգիստ, բարի կամեցող, թե Պարզապես ինձ քաղաքականությունը բերել մի քանի բաների նկատմամբ ուղղակի այսպես կատեգորիկ կերպով այսպես չընդունելու հանգամանքը, հա, այնինչ կատարվում էր մեր երկրի հետ եւ այդ կատեգորիկ անհամաձայնությունս, հա, քաղաքական թեմաներով կլինի դա հարցազրույցներ, թե շփումներ, այո, ես արտահայտում եմ, բայց ինքնին ես շատ ինչ ասեմ, ընկերասեր բարի մարդ եմ առանց տենց կտրուկ բաների ինչ որտեղ էլ շատ նույնիսկ սենտիմենտալ էլի չեմ թաքցնի հա բայց դա ասենք վերաբերվում է մարդկային հարաբերություններին մինչդեռ քաղաքականությունը որի մասին մենք այսօր չենք խոսում հա բայց պահանջում է այլ մոտեցումներ ինչը այսպես ասեմ լավ մեկ կյանքը մեկ էլ գրականությունն ինձ սովորեցրել Սենտիմենտալությունը վերջին անգամ ոնց է դրսևորվել ձեր մոտ եւ ինչից Ես օրինակ շատ իմ գործեր, որ անում եմ, ասենք, մենակով լինելով, հա, ասենք, ուղեկցում եմ երաժշտություն լսելով, որ ինքնին շատ լուրջ սենտիմենտ է պարունակում ինքնին, հա, որպես այդպիսի։ Օրինակ։ Ստեղ եք լսում։ Ստեղ չէ, ստեղ ժամանակ չի լինում լսելու, դա ավելի շատ անում եմ կամ տանը, կամ երբ երթևեկում եմ հասարակական տրանսպորտը։ Եվ դե բնական հարց ինչ եք լսում։ Ինչ եմ լսում։ Լսում եմ բնականաբար որակյալ երաժշտություն, որովհետև ունեցել եմ երաժշտական կրթություն, դա էլ ինձ սովորեցրել է պրոֆեսիոնալ երաժիշտ չլինելով, հա, բայց այնուամենայնիվ որակյալն անորակից արժեցողը չարժեցողից զանազան։ Նախ երաժշտական կրթության մասին կխոսենք, ուղղակի մի քանի անուն զուտ հետաքրքիր է մոտավորապես ինչ շրջանակների եւ ինչ ժանրերի։ Իհարկե, լսում եմ որակյալ հայկական երաժշտություն, որակյալ դասական երաժշտություն եւ
ջազ եմ շատ սիրում հատկապես։ Իսկ որակյալ հայկական որն է, ով է կամ ինչ խումբ է, ինչ։ Որակյալ հայկական իհարկե խոսքը վերաբերվում է եւ Սայատնովային, Կոմիտասին, հա։ Կրթության մասին ձեր կենսագրությունում երաժշտականի մասը չամենայն դեպս Վիկիպեդիայում չկար երաժշտական մասը։ Առաջինից 7-րդ դասարան, 7-ամյա կրթություն։ Դաշնամուր։ Չէ, ջութակ եմ նվագել։ Ջութակ, հա։ Բայց հետո էլ չեմ նվագել ավարտելուց հետո։ Փաստորեն այստեղ ձեր գրասենյակում շատ թաքնված երաժիշտներ կան, Արման Բաբաջանյանն էլ երգել է եւ այլն, փաստորեն։ Իսկ գործից դուրս օրինակ դուք եւ ինքը ինչ որ ձևով ձեր երաժշտական կարողությունները ցավոք ոչ, ցավոք ոչ։ Հա։ Բայց հիմա ավելի շատ երաժշտության այսպես շնորհակալ սպառող եմ ես։ Կամ ինքս վերարտադրեմ կամ այլ ձև։ Առնչություններս երաժշտության հետ զուտ սպառողական են, բայց այսպես ոնց օր չկա, որ դա չանեմ, ասենք այսպես։ Պահանջմունք կա, էլի։ Հա, իսկ արդեն որպես համասանք գնացել եք բժշկական։ Այո։ Կոնկրետ ինչ եք սովորում բժշկական, որ բաժիններ։ Երևանի պետական բժշկական ինստիտուտն եմ ավարտել, որից հետո գնացել եմ պատերազմ, հայկական բանակում եմ ծառայել, հետո դասավանդել եմ բժշկականում, երբ նոր ձևավորվեց ռազմաբժշկական ֆակուլտետը, առաջին դասախոսներից եմ այնտեղ եղել։ Հետո գնացել եմ ուսանելու Պետերբուրգ ռազմաբժշկական ակադեմիայում, հրամանատարական կազմի ֆակուլտետում 3 տարի սովորելուց հետո էլ եկել եմ բանակում եւս 1 տարի ծառայել եմ, հետո դուրս եմ եկել, որովհետեւ երկրում իրավիճակ էր փոխված եւ փոխվել էր ծառայության տրամաբանությունը եւ ես հասկացա, որ ես այնտեղ այլևս անելիք չունեմ։ Գնացի քաղաքացիական առողջապահություն, այնտեղ էլ այն բարքերն այնպեսին էին, որ մեկ աշխատողին 5 ստուգող կար, ընդ որում այդ 5-ն էլ ճիշտ էին, դու սխալ։ Դա ես հասկացա, որ այդ ամեն ինչը իմ ձեռքերն ու ոտքերը ուղղակի կապում է։ Եվ որոշեցի գնալ մի ոլորտ, որտեղ ես գոնե ինքս ինձ համար պատասխան կտամ ու իմ արածի, չարածի, ասածի, չասածի հետևանքները կլինեն միայն իմը, այլ ոչ թե ուրիշները կախված կլինեն դրանից, ինչն էլ ինձ բերեց մամուլ եւ քաղաքականություն։ Այսինքն բուն բժշկի առաքելությունը ձեզ համար այդպես է մի քիչ ստացվում, որ մի քիչ շատ էր, որովհետեւ ձեր գործողություններից կախված է ուրիշի կյանք կամ առողջություն, ճիշտ եմ հասկանում։ Շատ վարչական աշխատանք էր, որ արդեն ես անում եի, էլի։ Հա։ Չնայած կլինիկական պրակտիկա էլ ունեցել եմ բնականաբար, բայց քանի որ համակարգի հետ ես խնդիր ունեի այն ժամանակ, հասկանում էի, որ դրա պատճառով տուժում են ուրիշները։ Ու ինչ-որ պահ եկա, որ ասացի բավական է։ Սա ձեր այն երազանքների աշխատանքն է, որ հիմա ունեք, այսինքն ամեն ինչ ձեզ բավարարում է։ Գիտեք ինչ, ես աշխատանքի մեջ չի, որ երազանքն եմ տեսնում, հա։ Ավելի շատ երազանքը ես տեսնում եմ արդյունքի մեջ, հա, որին ես կհասնեմ։ Սա համենայն դեպս այն ճանապարհն է, որին ես կարծում եմ պետք է գնալ հասնելու համար, եթե ոչ ես, իսկ ըստ ամենայնի ես արդեն տարիքին եմ, որ չհասնեմ դրան, բայց հաջորդ սերունդը, այո, պետք է հասնի դրան, դա իհարկե պետությունն է, որը ուղղակի անհրաժեշտություն է հայ ժողովրդի համար, հայ ժողովուրդ մնալու համար, այսպես ասած։ Մի պահ ասենց շեղում եք, այս սեղանին լիքը ինչ որ ծրարներ, ստեպլերներ եւ այլն օգտագործում եք, դուք եք արել ես։ Նոր դերասենյակային պարագաներ էին, եկա։ Այսինքն ձեր գործը թղթերի հետ ավելի շատ ոնց հասկանում, թե համակարգչի նաեւ։ Դե թուղթը բանկա թղթով, բանկա համակարգչով։ Մի քիչ process-ն ենք էլի ուզում հասկանանք, այսինքն կոնկրետ ինչ եք անում։ Դե մենք հիմա գտնվում ենք շտաբի կազմավորման փուլում։ Հա։ Դե մնացածն էլ վերաբերվում են դրան, ասենք էլի, առնչվում են այդ process-ի հետ։ Շտաբի կազմավորումը ոնց է լինում, անձեր են ընտրվում, այսինքն քաստինգի պես մի բան է։
Չէ, ուղղակի կյանքն այդպես ստացվում, որ մեկ էլ մարդիկ գալիս են իրենց կարողություններով, հա, ասենք ընդունակություններով, հա, նկատի ունեն։ Ու այնպես է ստացվում, որ հետո ամեն մեկն անում այն, ինչ իր մոտ լավ է ստացվում։ Հետո այդ ամենը համակարգվում է իրար ու ստացվում այսպես ասենք գումարային էֆեկտ։ Պատկերացրեք եկել է մի մարդ, որի մոտ այն ինչ որ ձեզ անհրաժեշտ է լավ է ստացվում, բայց ինչ հատկանիշ կամ ինչ որ ուրիշ այլ պատճառով կարա լինի, որ իրան այնուամենայնիվ չընդունեք։ Այսինքն ինքը լինի պրոֆեսիոնալ, բայց ինչ որ ձեզ համար կարմիր գիծ լինի, որ ասեք դե հա, եթե ասենք թե լինի բնավորությամբ շատ կոնֆլիկտային։ Օրինակ ժամանակ արդեն կապ չունի թե գործը լավ է անում, եթե դե հա, բայց կոնֆլիկտը փչացնում է գործը։ Դրա համար թիմային աշխատանքի համար դա անհրաժեշտ է, որ մարդ կոնֆլիկտային չլինի ինքնին։ Այսինքն ձեր չափանիշներից կարևորներից մեկը է դա։ Բնական է։ Չէ, դա ոչ թե մեր չափանիշն, այլ դա ուղղակի անհրաժեշտություն։ Հասկացա։ Իսկ կա ոչ բազային անհրաժեշտություն, էլի։ Կա շատ ավելի սուբյեկտիվ մի գիծ մարդու մեջ, որի պատճառով չեք ուզի իր հետ աշխատեք։ Բայց դա, եթե օբյեկտիվորեն նայենք նորմալ է, բայց անձամբ ձեզ համար նորմալ չի, էլի, կարող է չի կիսում ձեր երաժշտական ճաշակը կամ լսում է։ Հա, խնդրեմ, այդ պրոբլեմ չի։ Հա։ Իսկ այդ սուբյեկտիվներից։ Չէ, տենց ինչ ասեմ, ստեղ Ես ում բավականին մարդու նկատմամբ ցանկացած մարդու նկատմամբ հանդուրժող վերաբերմունքով մարդիկ են հավաքված, այնց որ այդ առանձնահատկությունները բնավորության, հա, ասենք ճաշակի կամ ինչպես ասում, դա որևէ դեր չի խաղ։ Ես ինչ որ կատեգորիկ կարծիք լսի, ասեմ ինչ որ վերադառնամ իմ ասածին տպավորություններից։ Իմ կարծիքով դուք ցած կատեգորիկ մարդ էիք ամենայն դեպս միջով էս քաղաքականության մեջ, այո։ Հա։ Ու նաև հենց քաղաքական գործիչների հետ կապված այսօրվա ժամանակակից ձեր վրա էլ կարելի է այդ օրինակը բերել, այսօր շատերը համ հաղորդավար են, համ ուղիղ եթերներ են մտնում, համ տնից, համ աշխատավայրից, ու շատ են իրանք մեդիայում, ասես տեսանելի մեդիայում։ Դուք ինչ եք կարծում, այդ մի քիչ չափից դուրս շատ չէ, այսօր թե հակառակը հենց այսօրվա պահանջն է այդ, որ տեսեք, մենք հիմա ապրում ենք գլոբալ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային հեղափոխության պայմաններում։ Եվ այդ ձեր ասած այդ միտումը ուղղակի անխուսափելի է։ Շատ կարևոր բան եք անում, չափից ասում, չափի զգացումը։ Այդ չափի զգացումը շատ սուբյեկտիվ է, բայց շատ անհրաժեշտ է, որովհետեւ ոնց ասեմ, մարդկային դաստիարակության կարևորագույն չափանիշը, հա, դա չափի զգացում ունենալ կամ չունենալն է։ Ի վերջո մարդկային դաստիարակության գլխավոր նպատակն ի՞նչ է, չէ՞, դաստիարակվողի մոտ չափի զգացում ներդնել։ Այո, մենք հիմա տեսնում ենք, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ շատ մարդկանց այդ չափի զգացումը իրոք որ դավաճանել է։ Եվ դա բերում է բավականին շատ բացասական էֆեկտների։ Հետո դեռ չի մշակվել այն չափը, հա, որ տեսեք դուք ասում եք մենք ինչ չափից շատ չեն։ Իսկ ո՞րն է չափը։ Այդ չափը երբ կմշակվի, ասենք այն չգրված կանոնը, հա, ասենց ասենք այս ինֆորմացիոն հեղափոխության արդյունքում ձևավորված հասարակության էթիկան, հա, նորացված, այսպես ասենք, հարմարեցված այս ինֆորմացիոն հեղափոխությունը։ Ժամանակ էլ արդեն մի քիչ ավելի կհանդարտվի, կկարգավորվի, պարզ կլինի ինչն է չափի մեջ, ինչն է չափից դուրս, ինչն է ընկալելի, ինչն է անհամություն, հա։ Ու ինձ միշտ թվում էր, որ նաև այդ քաղաքական գործչի շուրջ մի քիչ խորհրդավորություն կտիլի, այսինքն ինչ որ բան, որը ցենց բոլորի համար գաղտնի կմնա կամ կիսագաղտնի։ Հիմա ձեր պարագայում դուք էլ եք շատ լինում եթերներում, էկրաններին եւ այլն։ Գաղտնիքներս ասեմ։ Հա, կա մի բան, որը այնուամենայնիվ որ հիմա ասեք կզարմանանք ձեր մասին։ Այո, շատ բաներ կան, որ կզարմանանք, գուցեև, ոնց որ արդեն մի երկու անգամ հասցրեցիք զարմանալ, կան էլի։
ինչ որ մեկ եկեք եւ թող այդ բացահայտենք։ արդեն բացահայտեցի։ Եթե նկատում եք երաժշտական մասը, հա, երկու բան էլ կա, որ հետ պատտենք կհիշեք, կարծում եմ այսքանը բավարար։ Հա, այսինքն ինչ որ ասել եք մի բան, որ ոչ ոք չգիտի, բայց մենք չենք նկատել։ Հասկացա։ Դե ուրեմն իրոք նորից կնայենք մի հատ եթեր կամ մոնտաժի ժամանակ կհասկանամ։ Պարոն Մերաբյան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Եվ այսպես վերջում այնուամենայնիվ ասացիք, որ չունեք աշխատանքային երազանք, բայց բնականաբար կարիերայում ինչ որտեղ ձգտում եք վստահ եմ։ Կա մի հատ կետ, որին չեք երազում, բայց ձգտում եք հասնել, այսինքն բնականաբար ձգտում ենք եւ դրա մասին չենք էլ թաքցնում, մենք այո ձգտում ենք նրան, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին այո մեր կուսակցությունն ունենա խմբակցություն խորհրդարանում։ Այո մենք դրան հիմա ձգտում ենք եւ ոչ թե դա որպես ինքնանպատակ, այլ որովհետեւ մենք ունենք անելիքներ, որը հնարավոր է անել, երբ մենք կունենանք համապատասխան մանդատ եւ հնարավորություն մասնակցություն ունենալու օրենսդիր իշխանության մեջ։ Ամենայն դեպս այսօր այո մենք ձգտում ենք դրան եւ ձգտելու ենք դրան, ինչի մասին էլ մենք ազգային ժողովի պատգամավոր։ Այո։ Եթե ստացվի ձեզ մոտ լիրան գալու է ձեզ այդ ազգային ժողով։ Բնականաբար։ Բայց ինքը ուզում է, եթե չառարկի, լավ, սենց ասած։ Մենք ամենայն դեպս դրա մասին չենք խոսել, բայց միանգամայն տրամաբանական է, որ այո։ Հասկացա։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։